Բարև ձեզ սիրելի ընկերներ, ձեզ հետ կրկին Նատալի Հովանեսյանն է, այսօր կկարդամ Հովանես Թումանյանի «Ճամփորդները» հեքիաթը։ Ճամփորդները։ Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհ տեսնի, վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ։ Դիմացի Սարը խանգարում էր. «Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, այս Սարի ետևն ինչ կա», հարցրեց վերևից բակում պառկած Շանը։ «Ես էլ չգիտեմ», պատասխանեց Քուչին։ «Հապա մինչև պետք է այսպես մնանք, արի գնանք մի տեսնենք, աշխարհումս ինչ կա, ինչ չկա»։ Շունն էլ համաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։ Գնացին, իրիկունը հասան մի անտառ, գիշերը մնացին այնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին։ Քնեցին։ Լուսադեմին աքլորը կանչեց. «Ծուղրուղու», մի աղվես լսեց աքլորի ձայնը։ «Վահ, որտեղից դուրս եկավ, այ լավ նախաճաշիկ», մտածեց աղվեսը ու վազեց։ «Բարի լույս, անահեր աքլոր, ինչ ես շինում ես կողմերը»։ «Գնում ենք աշխարհ տեսնելու», պատասխանեց աքլորը։ «Օ, ինչ լավ բան եք մտածել», խոսեց աղվեսը։ «Քանի ժամանակ է, ես էլ կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր պատահեցինք, դե ցած արի, որ չուշանանք»։ «Ես համաձայն եմ», ասաց աքլորը։ «Տես թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ, գնանք»։ «Որտեղ է ընկերդ»։ «Էն թփի տակին, սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի»։ «Ես էլ իմ ճաշը», մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը պուկ փախավ։ Ոնց փախավ։ «Կաց աղվես ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, այդպես ընկեր չի լինի», ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։